Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Մեկնարկել է Արարատյան շաբաթը եւ այսօր առաքելական մեր մայր եկեղեցին տոնակատարում է Սուրբ Գայանյանց, Սրբոց Գայանյանց հիշատակության օրը։ Նահատակ սրբուհիներ, որոնք իրենց երկնավոր կյանքը, մարմնավոր կյանքը փոխարինեցին հավիտենականով եւ երկնայինով, եւ մեզ էլ այդ օրինակը տվեցին հավատով եւ համարձակորեն վկայելու Քրիստոսի մասին։ Այս առիթով Սուրբ Գայանե վանքում այսօր մատուցվելու է Սուրբ եւ անմահ պատարագ եւ իմ հորդորն է, խնդրանքն է, որպեսզի մասնակցեք այդ պատարագին եւ ձեր աղոթական ներկայությամբ լցնելով այդ տաճարը բարեխոսություն խնդրեք սրբուհիների, ձեր եւ ձեր ընտանիքների համար։ Նրանք այն վկաները եղան հայոց դարձի համար, որ ցույց տվեցին իրենց կյանքի օրինակով, որ Քրիստոսին վկայելը, Քրիստոսով ապրելը ոչ թե դառնացնում է մեր կյանքը, այլ մեր կյանքի դառնություններն է քաղցրացնում։ Այսօրվա ընթերցումը Հովանու ավետարանի 16-րդ գլխից է։ Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի գայթակղության մեջ չընկնեք, ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ, մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում, եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ոչ հորը եւ ոչ էլ ինձ։ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ նրանց համար ժամանակը գա այս բաներն անելու, հիշեք, որ ես ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի։ Սիրելիներ, ինչպես այսօրվա ընթերցման մեջ Տեր Հիսուս Քրիստոս մատնանշեց, ցույց տալով, որ ոչ ճանաչեցին իրեն, ոչ էլ հորը, նույն սկզբունքով չճանաչեցին Սուրբ Գայանեին եւ իր ընկերուհիներին, այդ իսկ պատճառով նահատակեցին նրանց։ Սակայն նրանց նահատակությունը սկիզբ դրվեց հայոց մեծ դարձի եւ քրիստոնեության ընդունման, եւ եթե մեզ թվում է, որ մենք մեր կյանքում ճանաչում ենք Տիրոջը, ապա առնվազն մեկ հարց պիտի տանք ինքներս մեզ. արդյոք մեր գործերը հարիր են մեր քրիստոնեական ընթացքին եւ արդյոք մենք կարողանում ենք Աստծուն հաճելի կյանքով ապրել, արդյոք լցված չէ մեր հոգին անտարբերությամբ, ատելությամբ, չարությամբ եւ չար խոսքերով, արդյոք մենք կարողանում ենք մեր կյանքի ընթացքում դարձի բերել գեթ մեկ մարդու վկայելով եւ համարձակորեն խոսելով Քրիստոսի մասին։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա խորհուրդը եւ այսօրվա ընթերցումը մեզ հստակ պատգամում է հավատարիմ մնալ այն արժեքներին, որի կրողն ենք մենք եւ չլինել պարզապես կրավորական քրիստոնյա, այլ մեր կյանքի ընթացքում մեր հավատքով եւ մեր բարի գործերով կարողանանք վկայել Քրիստոսին եւ երբեք չամաչենք այդ անելուց։ Խնդրենք նաեւ սուրբերի, այսօրվա սուրբերի բարեխոսությունը մեր եւ մեր ընտանիքների համար։ Աստված պահապան ամենքիս։